Ինչը կարելի է ձեռք բերում առաջընթաց համարել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, երբ այդ երկիրը շարունակում է կրակել Հայաստանի գյուղերի բնակիչների տների վրա։ Եթե համաձայնեցված է գնում եք խաղաղության, ինչու է կրակում։ Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել եւ ձեռք չենք սեղմել, էսկալացիայի վտանգը կա։ Ինչու են կրակում, չեմ կարող ասել։ Լավ, ինչը ստիպեց հայկական կողմին քննարկվող երկու կետերի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գալ։ Ինչու օրինակ Հայաստանի առաջարկները Ադրբեջանը չընդունեց, իսկ Հայաստանը համաձայնեց։ Ինչի ենք մենք դրա մասին իմանում Բաքվից։ Եվ երկրորդը, Ադրբեջանը չպատասխանեց, դուք ընդունեցիք ադրբեջանական շարադրանքը։ Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա ուրեմն բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական են, որ կտան ուրեմն ցանկալի արդյունքներ եւ կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով քննարկումները, ուրեմն հարցականի տակ կդնեն արդեն իսկ համաձայնեցված շատ էական ուրեմն ձևակերպումները եւ այդ պատճառով նաեւ մենք վերջին գործողությունը, որ արվել է, մենք հայտնել ենք վերջին տարբերակի, վերջին առաջարկի շուրջ մեր ուրեմն համաձայնության մասին։ Ու հենց այստեղ էլ Միրզոյանը կանխատեսեց, որ ընդդիմադիրների միջև լեզվակռիվ ու վեճ է հասունանում։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց, Ալեքսանդրապոլի պայմանագիր, չգիտեմ, հիմա դուք էլ եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ։ Սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովներն ըստ Միրզոյանի այսօր էլ շարունակում են գործընթացը։ Արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ մեթոդական քննարկումներ են տեղի ունենում։ Դուք հարցնում եք երբեն մեր 240 կիլոմետրը կամ այս կամ այն կտորը վերադարձվելու կամ Ադրբեջան տալու է, թե չի տալու։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն հիմքը, որ մենք վերցրել ենք Ալմաթայի հռչակագիրը եւ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանները, այդ սկզբունքը բոլոր հարցերին պատասխանում է, ենթադրվում է, որ գծելով գնալու են մարդիկ ուրեմն Ալմաթայով ենթադրվող սահմաններով եւ այն կետը, որ կլինի ադրբեջանական, բայց կլինի մեր վերահսկողության ներքո, ենթադրաբար պիտի վերադարձվի Ադրբեջանին, այն հատվածը, որը Հայաստանի սուվերեն տարածքա, բայց գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս պայծառությամբ պիտի վերադարձվի Հայաստանին։ Տարբեր ձևաչափերով հայ-թուրքական հանդիպումներ են տեղի ունենում։ Միրզոյանը հայտնեց, որ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, երկու երկրների միջև շատ ավելի ակտիվ եւ գործուն երկխոսություն կա։ Միրզոյանի ձևակերպմամբ, սակայն, լավ կլիներ, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենար գետնի վրա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։